Մի քանի խոսք սահմանադրությունից, որի հետ կապված աշխատանքները ձեզ կարծում եմ կհետաքրքրեն։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շատ ակտիվ աշխատում է, մենք ամեն շաբաթ նիստեր ենք հրավիրում եւ արդեն տեքստը պատրաստ է, ես ինչպես եւ խոստացել էի, բայց հրապարակման մասով դեռ նորություններ չունեմ, որովհետև որոշվել է տեքստը քննարկել նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցությունում եւ նաև վարչությունում, դրանից հետո որոշում կկայացվի տեքստը հրապարակելու մասով, բայց ասեմ թե ինչի։ Չէ, տեքստն է, տեքստը, ամբողջ տեքստը հայեցակարգային դրույթները նախկինում մշակվել էին եւ նաեւ հաշվի առնելով, որ այս աշխատանքները շատ են ձգձգվել, մենք որոշեցինք այդ դրույթների հիման վրա մշակել հենց տեքստը, ինչը եւ արել ենք։ Մոտեցումը հետեւյալն է, որ կենտրոնում կրկին մարդն է, քաղաքացին, ժողովուրդը եւ շեղում կառավարման այս կարգից ըստ էության չկա, որովհետեւ այն կարծիքին ենք, որ ժողովրդավարության սկզբունքների լավագույն արտահայտումը հենց պարլամենտարիզմի մեջ է, բայց մենք շատ մեծ փոփոխություններ ենք արել այն համատեքստում, որ փորձել ենք ավելի ապակենտրոնացնել իշխանության թևերը եւ բալանսավորել, օրինակ վերահսկողական մեխանիզմներ տրամադրելով ազգային ժողովին, վարչապետի գործունեության նկատմամբ եւ այլն։ Մարդու իրավունքների համատեքստում առաջարկելու ենք, որ երրորդ գլխում զետեղված իրավունքները որպես երկրորդ սերնդի իրավունքներ այլևս չներկայացվեն, այլ դառնան հիմնական իրավունքներ, խոսքը սոցիալական ապահովության իրավունքի եւ առողջապահության իրավունքի մասին է, ինչը նշանակում է, որ պետությունը պետք է ավելի մեծ բեռ, ավելի մեծ պոզիտիվ պարտականություն ստանձնի այդ իրավունքների պաշտպանության համատեքստում։ Դատական իշխանության հետ կապված արդեն լսել եք երևի, որ երդվյալների ինստիտուտի հնարավորություն ենք նախատեսելու, իհարկե դեպքերը եւ կարգը երդվյալների մասնակցությամբ դատավարություններ իրականացնելու պետք է սահմանվի համապատասխան օրենքներով եւ նախատեսում ենք որպես սկզբունք նաեւ գործերի երկաստիճան բողոքարկման հնարավորությունը, գործերի գրավոր քննության հնարավորությունը, բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման հնարավորությունը, ինչը այսօր չկա դատախազական համակարգում, խիստ բրգաձևության զիջումը դեպի կոլեգիալություն, մասնավորապես բարձրագույն դատական խորհրդի օրինակով առաջարկելու ենք ստեղծել դատախազական խորհուրդ, որի անունը կլինի կամ բարձրագույն դատախազական խորհուրդ կամ գլխավոր դատախազական խորհուրդ եւ առաջարկում ենք իրականացնել մի շարք փոփոխություններ, որոնց դուք հստակ կծանոթանաք, երբ տեքստը հրապարակվի։ Թերևս այսքանը